Եթե Երևանի բակերում հարցնեք, թե որ երկրներն են կոռուպցիայից զերծ, հիմնականում եվրոպական ու հատկապես սկանդինավյան երկրների անուններ կլսեք։ Եվրոպան երևի ինձ թվում է գցենք Նորվեգիա, Շվեդիա, գցենք Ֆինլանդիա, դրանք մի քիչ կարգին երկրներ են, էլի։ Եվրոպական, ամերիկյան, Ռուսաստանը չես ասի։ Երևանի ամենահին թաղամասերից մեկում զրուցակիցներից պատասխանները համընկնում են կոռուպցիայի ընկալման վերաբերյալ ամեն տարի պատրաստվող զեկույցին, որն ամփոփում է փորձագետների եւ գործարարների գնահատականներն աշխարհի 180 երկրներում։ Այդ ցուցակի առաջին կոռուպցիայից զերծ ընկալվող 10 երկրներից 7-ը եվրոպական են, հիմնականում սկանդինավյան։ Առաջատար 50-ի շարքում եւս հիմնականում հին աշխարհամասի երկրներ են, ինչը Եվրոպան դարձնում է կառավարման ոլորտում ազնվության ընկալման առումով լավագույն տարածաշրջանը։ Իսկ ցուցակն արդեն 7-րդ տարին անընդմեջ գլխավորում է Դանիան։ Ինչու է հենց եվրոպական երկրների մեծամասնությունն ընկալվում կոռուպցիայից զերծ։ Այս հարցի պատասխանը զրուցակիցներս երկար չեն փնտրում սոցիալական անհավասարության մանրակերտ Կոնդ թաղամասում, որտեղ մի քանի 100 մետրի վրա են գտնվում Երևանի ամենաշքեղ հյուրանոցներից մեկն ու ամենաանշուք միահարկ տնակները։ Մարդը ընդ է ավել $100 կարիքը չի զգում։ Այդ մարդիկ ապահով մարդիկ են, իրանց թոշակը վայելում են, գալիս են, ստել լավ թանգանոց հյուրանոցներում ապրում են։ Օրինապաշտ են։ Մենք բոլորս խոսում ենք օրենքի խախտումներից, կոռուպցիայից, բայց հարմար առիթ եղած ժամանակ ձգտում ես ճանապարհ գտնես, որ բանա։ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով 180 երկրների շարքում այժմ 63-րդ տեղում է։ Հարևանների մեծ մասից եւ ԵԱՏՄ երկրներից ավելի բարձր հորիզոնականներում է եւ տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին։ Իր դիրքերն այս ցուցակում Հայաստանը շեշտակի բարելավեց 2018-ից հետո, բայց արդեն մի քանի տարի է, ինչ ավելի բարձր հորիզոնականներ Հայաստանը չի տեղափոխվում։ Կոնդում զրուցակիցներս նկատում են փոփոխությունը, որ արձանագրվել է նաև զեկույցում։ Կոռուպցիոն երևույթները, որ նախկինում համատարած էին եւ անսքող, ասում են հիմա կամ չկան, կամ առնվազն մակերեսին չեն երևում։ Մենք այն վախմային հասփորով գայշնիկները որ կային, կարային կայնացնային, ասային ախպերս, մի հատ 1000 դու գնա էլի գծի վրա ենք բերերիվի փող տուրման։ Բայց հիմա չէ, սրանք չեն վեկալում, գրում են, կամ եթե բարի բարեկա ասում է ձյաժան գնա, բայց էլ չանես, չեն վեկալում։ Ես վարորդ չեմ, ոչ էլ բան, բայց տեսնում եմ համատարած, որ մի ժամանակ ամեն քայլին ասնում, կանգնացնում, փողը վերցնում են։ Գուցեև կա, բայց այդ մի անգամից չի վերանա։ Բայց ծանոթով ամեն ինչն էլ կա։ Իմի ասում է, ծանոթով կարող ես պրավահանես, բայց մի 500,000 փող են ուզում։ Այն վաղ թե 100,000 են ուզում, իմի 500 են ուզում։ Բայց պետք է իմանա միջնորդը ով է, ում են տալի, որ վստահելի մարդ է, չեմ բռնվի 100%, այտենց։ 2018-ից հետո Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի համար առանձին կոմիտե ստեղծվեց, առանձին հակակոռուպցիոն դատարան, օրենսդրական փոփոխություններ կատարվեցին, որ թույլ են տալիս ապօրինի ծագումով գույքը պետությանը վերադարձնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն 4 տարվա գործունեությունն ամփոփելով հայտարարեց, որ մոտ 3 միլիարդ դրամ են վերադարձրել պետբյուջե։ Վարչապետ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգով ներկայացնում է, թե ինչ է արդեն հետ բերվել, հաշվելով անգամ ոչ այնքան թարմ մեքենաները։ Բայց միևնույն ժամանակ նախկին պաշտոնյաներից մեկի արգելանքի տակ գտնվող շքեղ առանձնատներից մեկը առեղծվածային կերպով վաճառվեց, հետաքննող լրագրողները պարզեցին, որ սա միակ դեպքը չէ, համանման սխեմաներով այլ անշարժ գույքեր են վաճառվում։ Վերջին շրջանում ակտիվ հակակոռուպցիոն գործերը ավելի ու ավելի են համընկնում մեղադրյալների քաղաքական ակտիվության հետ, մինչդեռ կոռուպցիոն մեղադրանքների մի մասը փոշոտվում են դարակներում, օրինակ աղմուկանաց Անիֆի գործը։ 2018-ից հետո լրատվամիջոցները պարբերաբար գրում են նաև իշխանության եկած տարբեր համայնքապետերի կողմից ծանոթ բարեկամին ցածր գնով համայնքային հողատարածքներ օտարելու, ընտանիքի անդամին շինթույլտվություններ տալու եւ հարազատների ընկերություններից գնումներ իրականացնելու մասին։ Լրագրողների հետաքննությունները հաճախ դառնում են իշխանությունների կողմից լրատվամիջոցներին պարսավելու առիթ։ Կներեք, բայց մեդիան մեզ մոտ դարել է մի հատ մեծ աղբանոց։ Մինչ այդ գործերի մի մասը դատարանել չի հասնում։ Օրինակ քաղաքացիական պայմանագրի կասկածելի ֆինանսավորման քրեական վարույթը, որ հարուցվել էր կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի եւ Civilnet-ի համատեղ հետաքննությունից հետո հակակոռուպցիոն կոմիտեն սեպտեմբերին այն կարճեց։
2018 թվականից հետո իշխանությունը հայտարարում է համակարգային կոռուպցիա չկա։ Ես հաստատում եմ, որ չկա, ինչու՞, որովհետև հենց համակարգային կոռուպցիա եթե լիներ, այդ բացահայտումները չէին լինի։ Transparency International-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կարծում է նման պնդում անելու համար լուրջ ուսումնասիրություն է անհրաժեշտ։ Ես ծանոթ չեմ այնպիսի ուսումնասիրությունների, որոնք այդ հնարավորություն կտան բացահայտելու Հայաստանում կոռուպցիայի ինչպիսի մեխանիզմներ կան։ Հա լավ, տեսակները գիտենք, տարբեր կա, կաշառակերությունն է, բյուջեի մսխում, տարբեր նեպոտիզմը եւ այլն, խնամի ծանոթ բարեկամը, մինչալոց եթե այդքան տարածված է Հայաստանում, ասենք գիտենք, որ շարունակում է տարածված մնալ, դա արդեն համակարգային կոռուպցիայի լուրջ ռիսկ է պարունակում։ Ըստ Transparency International-ի գնահատականի առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ առաջին հերթին բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների պատճառով։ Կար մեծ վստահություն, որ նոր իշխանությունները իսկապես այդ խնդրը կլուծեն եւ դա էր դրա շնորհիվ էր, որ 2 տարվա մեջ համաթիվը 35-ից բարձրացավ մինչև 49 եւ դա փաստորեն 14 կետով բարձրանալը իսկապես շատ հզոր առաջընթաց էր, մանավանդ երբ որ համեմատում ենք դրանից հետո ինչ եղավ։ Դրանից հետո եղավ լճացում։ Ու իհարկե դա շատ ավելի բարձր է, քան թե մինչև այդ թավշյա բռնին, բայց մենք այդպես էլ չկարողացանք ավելի բարձր արդյունքների հասնել, մանավանդ կարևոր էր այդ 50-ից ավել եւ այո, հանրային վստահությունը իր ազդեցությունը նույնպես թողեց, այսինքն նաեւ դա էր, որ հանրությունը որոշակի հիասթափություն ապրեց։ Բայց ինչպես է կոռուպցիայի ընկալման ինդեքսի առաջին տասնյակում տեղ գրաված երկրներին հաջողվել կառուցել այնպիսի համակարգ, որ հանրային վստահությունը մեծ լինի, կոռուպցիոն երևույթները քիչ։ Այս հարցը եւս խորքային ուսումնասիրություն է պահանջում։ Ըստ Հոկտանյանի, դրանք կարող են լինել տնտեսականից մինչև քաղաքական, կրոնականից մինչև մշակութային ու պատմական։ 7 տարի անընդմեջ կոռուպցիայի ընկալման համատվով առաջին հորիզոնականը զբաղեցնող Դանիայում օրինակ ասում է, ռեֆորմները դարեր առաջ են սկսվել։ 1600-1600-ական թվականներից այնտեղ լրջագույն վարչական, տնտեսական այնպիսի ռեֆորմներ սկսեցին, դա մի ճանապարհն է։ Եթե մենք դա եմ ասում, դա երկար է տևելու, շատ երկար, որպեսզի մենք կարողանանք այդ ռեֆորմները հասցնենք ինչ որ, օրինակ նույն Վրաստանը եթե վերցնենք, շատ կտրուկ սկսեցին Սաակաշվիլիի ժամանակ, բայց մեծ արդյունք չեղավ, որտեղ ավելի գնում էր ուժային մեթոդներով, հիմնական ռեպրեսիվ այդ մեթոդներով կարողանալ այդ կոռուպցիոն, կոպիտ ասած կոռուպցիոներին բռնելով եւ այլն։ Բայց այդ կոռուպցիոներին բռնելը ունեցավ նաեւ իր որոշակի բացասական էֆեկտներ այն իմաստով, որ ուղղակի ոչ ոք չէր ուզում գնալ պետական ծառայության այդ։ Մինչև 1850-ականները Դանիան բավական կոռումպացված երկիր էր։ 2012-ին պնդում էր հենց Դանիայի Transparency International-ի այն ժամանակվա փոխնախագահ Կնուտ Գոթֆրեդսենը, ցույց տալով գրաֆիկը, թե քանի պաշտոնյա է զեղծարարության համար դատապարտվել նախորդող 2 դարերի ընթացքում։ So you can see that you actually had a big drop in 1850. Սակայն 19-րդ դարի կեսին երկու թագավորների կատարած լուրջ բարեփոխումները փոխեցին վիճակը։ Տեղական չինովնիկների աշխատավարձերը բարձրացնելով, վերահսկողություն եւ կաշառակերության համար խիստ պատիժներ սահմանելով, բարեփոխելով օրենքներն ու ազատ մամուլին զարկ տալով, վիճակը փոխվեց։ So we were a corrupt country until the Մինչև 19-րդ դարի կեսերը մենք կոռումպացված երկիր էինք, բայց այս փոփոխությունները կոռուպցիայի հաղթահարման գործում մեծ պայթյունի էֆեկտ ունեցան, եւ այդ երևույթները կտրուկ նվազեցին, ու նվազեց նաեւ պաշտոնյաների թիվը, որոնք կոռուպցիայի համար դատապարտվել էին։ Հարցը, թե ինչու է Դանիայում վիճակը խիստ տարբերվում մյուս երկրներից, հետաքրքրել է նաև հետազոտողներին։ 2019 թվականին գիտական աշխատությունը հրապարակվել Կոպենհագենի համալսարանում հարյուրավոր ուսանողների շրջանում անցկացված սոցիալական փորձի արդյունքներով։ Ուսանողներին առաջարկվել էր խաղ, որում իրենք կարող էին ավելի շատ գումար վաստակել, եթե ստեին իրենց հասակակիցներին։ Արդյունքները ցույց էին տվել, որ դանիացի այն ուսանողները, որ հակված են պետական մարմիններն ընտրել իբրև իրենց գործունեության վայր, ավելի
ազնիվ ճանապարհն են ընտրում՝ ի տարբերություն մասնավոր հատվածն ընտրածների։ Այսպիսով հետազոտությունը ցույց էր տվել, որ պետական ոլորտն ընտրողների շրջանում յուրօրինակ ինքնազտում է տեղի ունենում, եւ պետական աշխատանքն ընտրում են մարդիկ, ում համար երկրին ծառայելու գաղափարը բարձր է հարստանալու մղումից։ Typically in Denmark we trust people. Դանիայում հիմնականում վստահության մթնոլորտ է եւ կա բարձր արդարության զգացում, ասում է Կնուտ Գոտֆրեդսենը։ Արդյոք հարցը նաև ազգային մենթալիտետի եւ մշակույթի հետ կապ ունի։ Transparency International-ի դանիացի ներկայացուցչի կարծիքով պատմությունը ցույց է տալիս, որ ոչ, կոռումպացված համակարգը հնարավոր է փոխել, սակայն դրա համար մեծ աշխատանք եւ փոփոխություններ են պետք ընդ որում ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի, այլև ժողովրդավարությունը զարգացնելու ուղղությամբ։ Վարուժան Հոկտանյանն էլ կարծում է հստակ է, վակուումի մեջ առանց սոցիալական, տնտեսական եւ քաղաքական լուրջ բարեփոխումների հնարավոր չէ պատկերացնել կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար։ Միջավայրն այս հարցում շատ որոշիչ է։ Որտեղ տեսնում ենք կոռուպցիային, այնտեղ սատկացնենք։ Սա մի քիչ պրիմիտիվ մոտեցում է, ավելի համակարգային մոտեցում է պետք։ Իսկ համակարգային մոտեցում դա նշանակում է շատ լուրջ տնտեսական, քաղաքական եւ սոցիալական բարեփոխումներ անել, որից կածանցվի հակակոռուպցիոն բարեփոխումները։ Եթե մենք չենք վերացնում սոցիալական բևեռացվածությունը, ռազմավարությունը ինքը որպես այդպեսին չի աշխատում։ Դանիան որդեգրել է մի քաղաքականություն, որ կոչվում է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, թե պետական, թե մասնավոր մակարդակներում։ Գործում է թափանցիկ կառավարման սկզբունքը, քաղաքացիները կարող են պահանջել եւ պաշտոնյաներից ստանալ տեղեկություն, թե ինչպես է ծախսվում բյուջեն, որքան գումար է ծախսվել գործողումների վրա, ինչ եկամուտներ է ունեցել պաշտոնյան, ում հետ է հանդիպել։ Բարձր է թվայնացման մակարդակը։ Հետաքննող լրագրողների հրապարակումները քաղաքասարակության հետևողականությունը տեսանելի արդյունքներ է ունենում, հանգեցնում հրաժարականների եւ քրեական գործերի։ Նման կարգավորումներ կան նաեւ այլ երկրներում, այդ թվում Հայաստանում, այստեղ էլ պաշտոնյաները պարտավոր են հայտարարագիր ներկայացնել եւ հաշվետու լինել, կան կոռուպցիայի դեմ պայքարող մարմիններ եւ ռազմավարություն, սակայն Հայաստանը դեռ առաջին հիսնյակում էլ չէ։ Նորմալ սոցիալական, տնտեսական, վարչական, քաղաքական գործընթացները, երբ որ բերում են երկրի ի վերջո բարեկեցության աճին, այդ ժամանակ իսկապես պետք գա այդ ինստիտուտները, որտեղ բնակչության մեջ արդեն կառաջանա պահանջարկ կոռուպցիան իսկապես նվազեցնելու, իսկապես մարդիկ կսկսեն ավելի լավ ընկալել, հասկանալ, որ կոռուպցիան խանգարում է զարգացմանը։ Կոռուպցիան հաղթահարելու գործում շատ կարևոր է նաև քաղաքացիների ակտիվ դիրքորոշումն ու ազատ մամուլը։ Կոռուպցիայի մակարդակի ցածր ընկալում ունեցող երկրներում կոռուպցիոն երևույթները ջրի երես են դուրս գալիս հենց հետաքննությունների եւ ազդարարների միջոցով, իսկ բարձրաձայնելուց հետո քրեական եւ քաղաքական լուրջ հետևանքներ են լինում։ Օրինակ 2024 թվականի հունվարին Գերմանիայում մեղադրանք առաջադրվեց խորհրդարանի երկու նախկին անդամների, որոնք կասկածվում էին Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ ադրբեջանական փողերի լվացման հետ կապված սխեմայի միջոցով։ 2025 թվականի սկզբին Հունգարիան պաշտոնապես կորցրեց Եվրամիության հիմնադրամներից ավելի քան 1 միլիարդ եվրոյի ֆինանսավորում, քանի որ չկարողացավ կատարել թափանցիկության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված պայմանները։ Դանիայի հարկային գործակալությունը լուծարվեց այն բանից հետո, երբ ներքին հետաքննությունը միլիոնների հասնող մեքենայություններ հայտնաբերեց, քաղաքական հետևանքների եւս եղան, բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական տվեցին։ Դարձյալ Դանիայում հետաքննող լրագրողները վերջերս սկանդալային վավերագրություն հրապարակեցին իրենց հետ համագործակցած եւ խարդախությունների մասին փաստացի ազդարարած փաստաբանի միջոցով բացահայտեցին մեքենայությունների եւ փողերի լվացման սխեմաներ։ Այն երկրները, որոնք հաջողել են, ունեն նաև ուժեղ եւ պատրաստված ազդարարի ինստիտուտ։ Հայաստանում, սակայն, ազդարարների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Դրա համար գնա ջանիկ ու ազդարարի, լավ։ Согнется стальная воля коммунистической партии. Սովետական ժամանակներում մատնագրերն օգտագործվել են այլախոհներին ճնշելու եւ իշխանությունը պահելու համար։ Ու թեև ազդարարումն ու մատնագրերը իրարից շատ տարբեր են, սակայն մարդկանց մոտ դառը հիշողությունները ինչ որ բան վերևներին հայտնելու հետևանքների մասին պահպանվել են։ Անմեղ մարդկանց վրա։ Մի ասենք այդ մարդ իր համար իր յուղում, իր սարի վրա այդ գրում էին ու պատժում էին այդ մարդկանց։ Հայաստանում ազդարարել է կոռուպցիայի կամ իրավախախտման մասին երբեմն դեռ սխալմամբ նույնականացվում է գործ տալ երևույթի հետ։ Կոնդում այս երևույթին տարբեր կերպ են վերաբերվում։
Դե գիտես ինչ, հիմի աշկս մի բան ա տեսել էլի, այս տղան մի բան արեց էլի։ Դե կարում ա թո հիմի անի էլի, գցենք։ Բայց որ զանգես, ասես գիտեք ինչ թե մեր կոնթաղամասում մեկը մի հատ sense բան արեց էլի, մի քիչ սիրուն չի էլի։ Դե դա հին պապենական մի թոկա որ կապած ա վզներին, իրանք էլ չեն հասկանում որ բա գործ ոնց կարելի է։ Գիտեք ոնց այդ նույն ազդարարումը ոնց որ ասենք տեսնես ավտոբուսում մեկը գրպանահատ ասենք ջեբից փողը տանում է ասես վայ ձեն չհանեմ ամոթա մարդուն բռնել լավ ինչա։ Վարուժան Հոկտանյանն ասում է ազդարարի ինստիտուտը ներդնելու համար նախ կրթություն եւ իրազեկում է պետք, որ մարդիկ գործ տալու եւ ազդարարի տարբերությունը հստակ ընկալեն։ Բացի այդ, ազդարարումը պետք է արդյունք ունենա։ Նախ մարդկանց մեջ պետք է հաղթահարվի այդ ուրեմն խնդիր այդ բարդույթը, որ դա արվում է միայն վերևներ, որ իրենց իշխանությունը պահեն։ Այդ դեպքում հենց դա գործ տալն է դառնում։ Իշխանությունները ստեղծեն այնպիսի մթնոլորտ, որ ազդարարման արդյունքում նախ ազդարարողը չտուժի, իսկ նա ում դեմ ազդարարել է, նա պատժվի դրա համար։ Գործ տալու դեպքում նույնիսկ կարող են սուտ դանոց տալ, սուտ մատնություն այսպես ասած։ Պարտադիր չի, բայց կարող է լինել։ Եվ ազդարարման ժամանակ պետք է ստուգվի նաև, որքանով է արժանավատ տեղեկությունը։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն ասում է, ազդարարելն ինքնին լուծում չէ, այլ միայն գործիքներից մեկը օգնելու հասարակությանն ավելի արդյունավետ պայքարելու կոռուպցիայի դեմ։ The whistleblower is not a solution by itself. It's just one of the tools which are used in the overall anti-corruption instrumentarium. Խորհրդային միության, այսպես ասենք, գործ տվողների եւ ազդարարների միջև տարբերություն կա։ Նախ եւ առաջ, որովհետեւ մատնիչները խորհրդային միության համատեքստում չէին ծառայում ժողովրդավարական ճանապարհով ընտրված ինստիտուտներին։ Սա շատ կարեւոր տարբերություն է։ Երբ կա ժողովրդավարություն, մարդիկ պետք է համոզված լինեն, որ ներքին տեղեկատվությունն օգտագործվում է հասարակության օգուտի համար։ Ու խոսքը բնականաբար մարդկանց անձնական կյանքի եւ գաղափարների վերաբերյալ տեղեկություններին չի վերաբերում, այլ ապօրինությունների կամ շահերի բախման դեպքերին։ Very often in transition societies like the one that we have in Armenia, people tolerate the conflict of interest because they believe that it is normal that, for instance, Շատ հաճախ անցումային հասարակություններում, ինչպիսին Հայաստանն է, մարդիկ հանդուրժում են շահերի բախումը, բայց ես կարծում եմ շատ կարևոր է, որ երբ խոսքը հանրային ունեցվածքի մասին է, դա կառավարվի շատ թափանցիկ ձևով։ That when we are talking about public assets, that these public assets are managed in a very transparent way. And this is where actually the whistleblowers can be of help. Իսկ ինչպես է Եվրամիությունը հասել մի վիճակի, երբ կոռուպցիոն երևույթները այլ երկրների համեմատությամբ շոշափելի քիչ են, որոնք են այն մեխանիզմները, որ դրան նպաստել են։ Վասիլիս Մարագոսն ասում է, իրականում շատ կարևոր է հետևել եւ ուսումնասիրել տարբեր երկրների օրինակները կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Ըստ դեսպանի Հայաստանը վերջին տարիներին հաջողություններ է արձանագրել, կա կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական հանձնառություն, բայց իհարկե միշտ էլ կարելի է բարելավել։ Իսկ բարելավել վիճակը կարելի է, եթե ավելի կայուն քաղաքականություն վարվի եւ եթե հանրությունն ավելի իրազեկված եւ պահանջատեր լինի։ The public has to demand that. It should not be something which comes, top down. Հանրությունը պետք է պահանջի։ Դա չպետք է լինի վերևից արվող մի բան։ Կարծում եմ շատ կարևոր է, որ մամուլում եւ հանրության մեջ քննարկվեն այս հարցերը, քանի որ իրականում կոռուպցիան վերցնում է ռեսուրսները այնտեղից, որտեղ դրանք անհրաժեշտ են, եւ օգտագործում այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ չեն, որոշակի անձանց ապօրինի հարստացման համար։ Եվ ամբողջ հասարակությունը դրանից օգուտ չի ստանում։ Հետևաբար շատ կարևոր է, որ հասարակությունը լիովին հասկանա սա եւ պահանջի ավելի կայուն քաղաքականություն։ At large understands this even better than now and asks for more sustainable policies. Երկրորդ կարևոր կետը, որ նշում է Եվրամիության դեսպանը, կանխարգելումն է։ It's not Պարզապես կոռուպցիայի հետևից գնալը կոռուպցիոն կամ անօրինական գործողությունների տեղի ունենալուց հետո բավարար չէ։ Կարևոր է փորձել կանխարգելել դա նախօրոք, հավասարակշռող մեխանիզմների եւ ազդարարների միջոցով։ Սա շատ կարևոր է եւ օգտակար է հասարակության համար։ Այն երկրները, որ ընկալվում են որպես կոռուպցիայից ավելի ազատ երկրներ, նաեւ ավելի զարգացած են տնտեսապես։ Ըստ Մարագոսի, այս հանգամանքը եւս հանրության համար կարող է լրացուցիչ խթան դառնալ ավելի անհանդուրժող լինելու կոռուպցիոն երևույթների
երկրների նկատմամբ։ That these countries are also normally more economically developed. So this is, I think, a very important motivation. Հոկտանյանն ասում է Հայաստանը պետք է ձգտի այժմ գոնե առաջին 50 երկրների շարքում տեղ զբաղեցնել։ Սա կնշանակի, որ կոռուպցիան էականորեն չի խոչընդոտում երկրի զարգացմանը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ 50-ից բարձր դեպքում այդքան մեծ խնդիր չի։ Մեզ համար կարևոր է ունենալ այնպիսի իրավիճակ, որ դա չխաթարի երկրի զարգացման։ Առայժմ մենք դրան չենք հասել, բայց ինչպես ասի էմպիրիկ հետազոտություններն են ցույց տվել, այդ մակարդակը կօգնի մեզ ավելի ապահով զգալ, որ կոռուպցիան չի վնասի։ Երևանյան հին թաղամասում կարծում են, որ իրավիճակը կփոխվի, երբ սերնդափոխություն լինի։ Երբ որ բոլորը գիտակցեն, որ այդ ընդհանուր շահերից է բխում, պահանջում է օրինականություն, ոչ թե ինչ-որ այդ արտահայտություն կասութի գողական։ Օրենքը մեր համար սուր գիրք պետք է լինի։ Նայես այդ օրենքին ու չմտածես անգամ մտքով է չանցնի, որ խախտես։ Հայաստանը պետք է ապահովի, որ հակակոռուպցիոն մարմինները, հակակոռուպցիոն կոմիտեն, հակակոռուպցիոն դատարանը եւ գլխավոր դատախազությունը լինեն անկախ, բայց արդյունավետ համագործակցեն նույն նպատակի շուրջ։ Կարևոր է վարել կանխարգելիչ քաղաքականություն։ Դա ենթադրում է ռիսկերի վաղ հայտնաբերում, շահերի բախման հստակ կանոններ, պետական գնումների եւ պաշտոնյաների ունեցվածքի մշտական վերահսկում։ Անհրաժեշտ է պաշտպանել հետաքննող լրագրությունը, ապահովել տեղեկատվության մատչելիությունը եւ ստեղծել մեխանիզմներ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են վերահսկել բյուջետային ծախսերն ու պետական որոշումները։ Պայքարը կոռուպցիայի դեմ պետք է սկսվի դպրոցից։ Կրթական ծրագրերում անհրաժեշտ է ներառել բարեխղճության, քաղաքացիական պատասխանատվության եւ հանրային արժեքների ձևավորման բաղադրիչներ։ Հայաստանը կարող է զարգացնել իր հակակոռուպցիոն քաղաքականությունը, հիմնվելով եվրոպական փորձի վրա։ Եվրոպական միության աջակցությունը կարող է օգնել Հայաստանին ներդնել արդյունավետ մոնիտորինգային համակարգեր, արդարադատության որակի գնահատման գործիքներ եւ հանրային ծառայության բարեփոխումներ։